Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Գիտեք, որ Elroom-ում մենք փորձում ենք զրուցել շատ հետաքրքիր ու տարբերվող մարդկանց հետ, բայց ամենակարևորն այն է, որ այդ զրույցի ավարտին կարողանաք դուք ունենալ տեղեկատվություն կոնկրետ ձեր որևէ խնդիր լուծելու համար ուր պետք է դիմել եւ ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Ժամանակները փոխվել են եւ կարծում եմ, որ ամռան այս շրջանում հատկապես մեծ գաղափարների մասին մտածելու իրականում ժամանակն է։ Բայց այստեղ պետք են ձեզ մարդիկ, որոնք ոչ միայն կկարողանան ձեր մեծ գաղափարներն իրականություն դարձնել, այլ կկարողանան այնպես անել, որպեսզի դուք հավատաք ձեր գաղափարին եւ հասկանաք, որ ինչքան էլ մեծ լինի երազանքը, դրան հասնելու ճանապարհներ կան։ Այսօր մենք շատ իսկապես հետաքրքիր եւ իր տեսակով տարբերվող հյուր ունենք։ Գիտեք, մարդու կենսագրությունը, իր անցած ճանապարհը առհասարակ նրա մասին չէ, թե ինչքան դիպլոմներ կամ որոշակի կրթական ծրագրեր է ավարտել։ Նրա մասին է, թե իր էությամբ, իր տեսակով եւ նաեւ այն միջավայրով, որտեղ որ սովորել է, ինչ հետաքրքիր ու տարբերվող բան կարող է բերել իր մասնագիտության մեջ։ Առհասարակ առանձնատների հատկապես կամ թեկուզ ձեր բնակարանների ձևավորումը, ինտերիեր դիզայնի մասին է խոսքը եւ իհարկե էլ չեմ ասում ճարտարապետությունը, սա մի ասպարեզ է, որտեղ սովորելով, ինչ որ բաներ անելով, շատ քիչ բանի կարող ես հասնել։ Դու կարող ես ամեն ինչ ստեղծել շատ գրագետ, բոլոր օրենքներին համապատասխան, բայց դու չես կարող ստեղծել այնպիսի մի բան, որը բնորոշի քեզ, որը բնորոշի քո ապրելակերպը եւ կարողանա ազդել նաեւ քեզ վրա։ Առհասարակ այն միջավայրի հետ, որտեղ մենք ապրում ենք, ժամանակի ընթացքում փոխազդեցության հետաքրքիր օրենք է գործում, ինչպես մեր ճաշակը, մեր տեսակը, մեր հարմարավետության զգացողությունն են ազդում այդ միջավայրի վրա, այնպես էլ տունը, առանձնատունը, բնակարանը, սենյակը կարող է շատ հետաքրքիր ազդեցություն ունենալ քո երազանքներ ունենալու եւ այդ երազանքներին հասնելու ճանապարհներ գտնելու առումով։ Սիրով այս պահին Elroom-ում ուզում եմ նաեւ ձեր անունից ողջունել Անժելա Սարհատյան, ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր, ճարտարապետ, ինտերիեր դիզայներ Անժելա Սարհատյանին։ Անժելա, ես շատ ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալ ձեզ հետ, որովհետև ձեզ հետ առաջին հանդիպումից կամ նույնիսկ ձեր էջը ուսումնասիրելուց հասկանում ես, որ աշխարհում ամեն ինչ մի քիչ այլ է, ամեն ինչին կարելի է արվեստով մոտենալ։ Ես էլ եմ ողջունում, շատ շնորհակալ եմ ինձ հյուր կանչելու համար։ Այո, իրականում կյանքին ուղղակի պետք է նայել մի քիչ արվեստի տեսանկյունից, որ ավելի հետաքրքիր լինի ու պետք է նայել մի քիչ ռամկաներից դուրս, որպեսզի ավելի հետաքրքիր կյանքը դառնա ու ավելի էսթետիկ։ Այո, ավելի էսթետիկ ու հետաքրքիր կյանքը դարձնողը փաստորեն մենք ենք, այսինքն ճարտարապետությունը, ինտերիերի դիզայնը ինչ որ առումով հոգեբանության հետ կապ ունի, չէ՞։ Այո, անպայման, որովհետև միջավայրն է ստեղծում մարդու տրամադրությունը, միջավայրն է ստեղծում մարդու ցանկությունները, երազանքները ու կյանքի որակը։ Այսինքն քո միջավայրը կարա փոխի քո երազանքները, քո կյանքի որակը, քո ձգտումները, դրա համար շատ մեծ ազդեցություն ունի եւ հոգեբանորեն իհարկե, երբ որ դու քեզ ավելի լիարժեք ես զգում, երբ որ դու քեզ ավելի հանգիստ ես զգում, դրա համար տարբեր սենյակներ արվում են տարբեր ոճերի մեջ, լինում են բնակարաններ կամ հասարակական վայրեր, որտեղ որ մարդ այս ժամանակակից լեզվով ասած vibe-ը ուրիշ տեսակ լինի, այսինքն ինքը մտնի այդ գծին լինի ու վայելի այդ ժամանցը այդ vibe-ի տակ։ Անժելա Սարհատյանի յուրաքանչյուր սենյակ, փոքր կամ մեծ, հասարակական տարածք, առանձնատներ, բնակարաններ, իսկապես կարող է դարձնել այն միջավայրը, որը որ ձեզ թևեր է տալիս, բայց նաև շատ հետաքրքիր է, որ ամեն ինչ գալիս է սկզբից։ Անժելա, մեր զրույցից առաջ, երբ դուք պատմեցիք, նախապատմությունը, ես հասկացա, որ դուք ել եք համաձայն, որ ամեն ինչ գալիս է մարդու հետ, ամենասկզբից։ Ձեր մոր կողմից, ձեր մայրական պապիկը փաստորեն հիդրոմելիորատիվ նախագծերի հեղինակ է, շինարար, ձեր մայրն ու հայրը պոլիտեխնիկական կրթություն ունեն եւ փաստորեն ձեր մայրը հղի է եղել, դիպլոմայինի վրա է աշխատել, 8 ամսական հղի, պետք է ծնվեր հրաշք Անժելան
եւ երևի սա ինչ որ կերպ ազդել է։ Հաստատ, ինձ թվում է դրանք պատահականություններ չեն, ու մեր կյանքում ոչ մի պատահական ոչինչ չի լինում մեր կյանքում, կարելի է այդպես ասել, որովհետև իհարկե իրանք մասնագիտությամբ ճարտարապետ չեն, բայց Պոլիտեխնիկական ինստիտուտում բոլորը շատ հստակ տիրապետում են գծագրությանը, դեռևս դե այն ժամանակները ուրիշ է եղել, ավելի խիստ է եղել, բայց իմը երևի ես եղել եմ միախառնում պապիկի կողմից այդ շինարարության, այդպես այդ գործերի մեջ գծագրությունը ժառանգել եմ մայրիկից ու հայրիկից, բայց մայրս շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ մասնագիտության ընտրելու մեջ, որովհետև ի սկզբանե ինքը ավելի ճիշտ ինձ կարողացավ ուղղորդել, թե որ ճանապարհն է իմ համար ճիշտ։ Դրա համար ես միշտ իրանել եմ ասում, ինչ լավ է, որ ես լսեցի քեզ։ Իմ կյանքում ընդհանրապես միշտ ես ոնց գիտեմ, այդպես եմ անում։ Սխալներ եմ թույլ տալիս շատ, բայց եմ որ մեծացել եմ, տենց եմ անում, բայց այդ հարցում շատ լավ է, որ մայրիկից լսել եմ։ Այո, եւ հետո երևի մայրիկը նաեւ կարողացել է բացահայտել ձեր նկարչական մեծ տաղանդը։ Դուք շատ փոքր Երևանում եք ծնվել, բայց շատ փոքր տարիքից մինչև 8-րդ դասարան Ռուսաստանի Դաշնությունում եք ապրել։ Պետերբուրգի լավագույն նկարիչների դպրոց եք հաճախել, ասում են, որ Պետերբուրգում առհասարակ այդ պատերն էլ, հա, փողոցներն էլ, իրենք ինչ որ բան տալիս են, հատկապես արվեստի հետ կապ ունեցող մարդուն։ Այո, ու այնտեղի մասնագետները տարբերվում են, ու շատ ես միշտ եմ սիրել նկարչություն, էլի մայրս է միշտ, ինքը սիրում էր նկարել ու տենց դաշտային ծաղիկներ էր նկարում, երբ որ ես դպրոցական էի, դեռ չէի հաճախում այդ դպրոցը, ու տենց միշտ սիրել եմ այդ նկարչական նույնիսկ իրերը, թերթերը, ինձ միշտ հետաքրքրել է ու դա էլ իհարկե ազդեցություն տվեց, ես մինչև հիմա նկարում եմ նույնիսկ, որովհետև նկարող մարդը ինձ թվում է չի կարա չնկարի։ Չնայած նրան, որ ժամանակ չունեմ, բայց հիմա փորձում եմ ավելի ժամանակակից արվեստին դեպի գնամ, նկարեմ տարբեր նյութերով, սուսալնի ոսկիով, քարերով, ինչ որ պուճուրիկ ոսկյա թիթեղյա քարիկներով, այդպիսի գործեր եմ անում, ուղղակի երբ որ ազատ ժամանակ եմ գոնե ինչ որ մի պահ ունենում ու դրանք հանդիսանում են նույնիսկ դեկորներ իմ պատվիրատուների տանը։ Այդպիսի դեպքեր են եղել, որ համընկել է իմ նկար ավարտելը ու իրանց շինարարության ավարտը ու ես նվիրել եմ դա իրանց։ Հրաշալի Անժելա, նաև ձեր պատվիրատուների, այսինքն այդ արձագանքներից ես գիտեմ, որ ձեզ հետ հետաքրքիր է աշխատել, որովհետև ոչ մի ստանդարտ, հա, այդպես այդ կարծրատիպային մոտեցում չի գործում։ Այո, կարծրատիպեր չի գործում, որովհետև ես չեմ սիրում կարծրատիպերով առաջնորդվել, իմ համար ինչը որ նոր է, ինչը որ յուրահատուկ է, դա իմ համար ավելի հետաքրքիր է ու ես ձգտում եմ դրան։ Ընդհանրապես կյանքում ասենց կրկնվող բաներ, երբ որ տեսնում ես, հոգնում ես, ինչ որ հետաքրքիր բան ես ուզում, մի անգամ ես ապրում, ուզում ես ինչ որ յուրահատուկ բաներ տեսնես, անընդհատ նույնը չտեսնես, դրա համար ես միշտ փորձում եմ նորը գտնեմ, փորձում եմ ինչ-որ յուրահատուկ, ինչ որ յուրահատուկ է, ինչ որ նույնիսկ մնացածի համար կարող է դա շատ օտար թվալ աչքին, անհամատեղելի լինի իրանց համար կամ ընդհանրապես չպատկերացնեն, ես պատկերացնում եմ դա ու միշտ անում եմ նրան, որ այդպես լինի, որովհետև գիտեմ, որ վերջում լավ է լինի։ Այո, ես պատկերացնում եմ, շատ հետաքրքիր բան է, ես ուզում եի ասեի, ինձ թվաց, որ շատ ոչ պրոֆեսիոնալ բառ կասեմ, եթե ասեմ, որ իրականում շատ հետաքրքիր ճաշակ ունեք, այնպիսի համադրություններ եք անում, տպավորություն է, որ առաջին պահին դժվար է պատկերացնել այդ համադրությունները, բայց ձեզ մոտ ստացվում է, փաստորեն այդ անպատկերացնելին ամբողջության մեջ դուք տեսնում եք, դուք հենց սկզբից երևի ճարտարապետի մեծ առանձնահատկությունն է սա, որ ամբողջական պատկերն եք տեսնում։ Կարծում եմ, որ այո, համ ճարտարապետի, համ մեր դասախոսների ջանքը կա այդ ամեն ինչի մեջ, որ փորձել են մեզ տան այդպիսի։ Իմ դասախոսը եղել է Միսակ Խոստիկյանը, Արմեն Խոստիկյանի որդին, այո, ու ինքը մի հատ շատ լավ արտահայտություն մի անգամ արեց ու դա իմ մոտ տպավորվեց, որ ասեց, այս դեֆեկտը պետքա էֆեկտ սարքենք։ Ու ես հասկացա, որ փաստորեն դեֆեկտները կարելի է էֆեկտ սարքել ու այդպես հղկվելով ու պետքա կարողանաս վերցնես այդ ամեն ինչը
որովհետև օրինակ մարդիկ անցնում են նույն դպրոցը, բայց ամեն մարդ տարբեր ձևի է, չէ՞, դա անցալում կամ տարբեր ուղղությունների է գնում։ Ես ուղղակի փորձել եմ ամեն մեկից վերցնեմ այն ինչը որ ինձ պետքա ու հասկանալ, որ դա ես կկարողանամ գործածեմ իմ հետագա աշխատանքը։ Այո, այդ հիմքը բազան փաստորեն Երևանում ճարտարապետության շինարարության պետական համալսարանն է ավարտել Անժելա Սարհատյանը, տարբեր տեղեր կար ժամանակ այսպես աշխատելուց հետո, տարբեր երկրորդ, երրորդ կուրսից ես հասկացա, որ սա էլ բնավորության հետ է կապված, սիրում եք տարբեր միջավայրերում աշխատել եք, այնուհետև 2016-ին արդեն որոշում կայացրել, որ այս ճանապարհը դուք պիտի անցնեք ինքնուրույն։ Այո։ Այո, շատ բարդ էր, որովհետև մի տեսակ ոնց որ ծովում, մեծ ծովում օվկիանոսում միայնակ նավակ լինես, որովհետև երբ որ առանձնանում ես, ոնց որ մեծ նավից առանձնանաս, տենց միայնակ նավակով բարդ էր սկզբում առանձին լինել, բայց հետո ստացվեց ինքնստինքյան ամեն ինչ գնաց այնպես ինչպես պետքա գնար։ Այսօր արդեն 10 տարի անց Անժելա Սարհատյան արվեստանոցը, ճարտարապետական արվեստանոցը լուրջ նախագծեր ունի ոչ միայն Հայաստանում, այլև հիմա մենք քիչ հետո կխոսենք նաև հիմա Բահամյան կղզիներում, Պրագայում, Մոնակոյում դուք հետաքրքիր բան նշեցիք, որ ամեն տեղից ինչ որ բան վերցրել եք։ Եվ հետաքրքիր է, որ այսպես արվեստի ճարտարապետության այդ գլուխգործոցներ հանդիսացող քաղաքներում նաև լինելով երևի այստեղից էլ շատ բան ազդեցություն կա։ Դուք շատ հետաքրքիր համադրում եք դասականը եւ շատ ժամանակակիցը։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում այդ համադրությունը, այդ որ ասեցի անհամադրելին համադրել, այն ժամանակ երևի մի 7-8 տարի առաջ դեռևս չէին համադրում ոսկին արծաթի հետ, բայց ես իմ ինտերիերում պատվիրատուիս համաձայնությամբ մենք որոշեցինք այդպիսի Նորքում մի հատ առանձնատուն կա, մենք առաջի անգամ համադրությունը ոսկու եւ արծաթի հետ եղել է այդ տա բնակարանում ու ընդհանրապես ոճայինն էլ սիրում եմ համադրել, որովհետեւ երբ որ տոն մի ոչ լինում է, դա բոլորս գիտենք դրա մասին, բայց ոչ մենակ մեկ ոչ, կարելի է ընդհանրապես, ես դրան ասում եմ փախած մի բան։ Այդ իմ համար էդ է, որ ինքը լրիվ sense մի հատ ուրիշ հումք է ստանում, որից հունցում ես ու ստանում ես լրիվ տարբեր բնավորության, որովհետև ինտերիերը իմ համար դա նույնպես բնավորություն է, միջավայրի բնավորությունն է։ Դրա համար դու կարողանում ես իրան ստեղծել մի հատ նենց անձնավորություն, նենց բնավորություն, որ մարդիկ կսիրեն, մարդիկ կհամակերպեն իր հետ, մարդիկ կընտելանան, կուզեն մնան այդ միջավայրում, երկար ժամանակ անցկացնեն։ Ինչ ծառայություններ է մատուցում այսօր Անժելա Սարհատյան ճարտարապետական արվեստանոցը։ Ճարտարապետական եւ դիզայնի, ինտերիերի դիզայնի, սա շատ կարեւոր է, այսինքն եթե նույնիսկ մեծ առանձնատուն չեք կառուցում, բայց ձեր բնակարանը ուզում եք դարձնել այնպես, որ արտահայտի իրականում ձեր երազանքները, ձեր մտքերը, ձեր մասին պատմի, այդ դեպքում էլ այս հեռախոսահամարը կարծում եմ շատ անհրաժեշտ կլինի։ Ճարտարապետական նախագծում իրականացնում եմ, բայց միայն այն առանձնատների, երբ որ ոճային ինձ դուր է գալիս պատվիրատուի ցանկությունը, երբ որ մենք զրուցում ենք իրար հետ, հասկանում ենք ինչ ենք ուզում ստանան, յուրահատուկ ինչ որ մի բան, ոչ թե սովորական այն առանձնատներից, նույնիսկ այն մոդեռն սովորական առանձնատները, որոնք որ հիմա այսպես copy-paste-ի պես sense ավելանում են, ինչ որ լրիվ ուրիշ բանի մասին, որ խոսանք չնմանվող։ Եթե այդպիսին է լինելու արտաքին տեսքը, ուրեմն 0-ից կնախագծեմ, բայց սովորաբար ավելի շատ վերցնում եմ ինտերիեր դիզայնի նախագծեր, այսինքն ներքին հարդարումը, երբ որ արդեն կառուցված է լինում, առանձնատունը կամ բնակարանը, եւ ոչ մենակ բնակարաններ, առանձնատներ, այլ նաեւ հասարակական վայրեր, դրանք կլինեն հյուրանոցներ, ռեստորաններ, ժամանցային վայրեր եւ այլն։ Որ պահից են դիմում ձեզ։ Ինձ դիմում են այն ժամանակ, երբ որ նույնիսկ շենքը հանձնված չի լինում, ավելի նախորոք, որպեսզի մենք կարողանանք առաջի փուլը կատարենք, պատերի բաժանումները անենք, որովհետև վերահատակագծումը դա ամենակարևոր մասն է, երբ որ դու տարանջատում ես զոնաները իրարից ու ճիշտ ես, էրգոնոմիկ ես իրենց դասավորում ըստ պատվիրատուի ցանկությամբ, հավելացնում ենք հավելյալ ինչ-որ սենյակ կամ սենյակը հավելյալ իր սանհանգույցն է ունենում,
բոլորը այս փուլերում գնում են նորակառույցում բնակարան, դրա համար այդ փուլը շատ կարևոր է, երբ որ իրանք հասնեն այդ հատվածին, մենք արդեն կարողանանք իրենց ինֆորմացիա տրամադրել։ Ու նոր արդեն անցնում ենք ինտերիեր դիզայնին, այսինքն շատ վաղ ժամանակ է պետք։ Շատ վաղ, այսինքն տունը, եթե արդեն որոշումը ունեք, տունը գնել եք կամ արդեն հանձնել են բնակարանը, դեռ չհանձնած պետք է զանգահարել եւ առաջինը փաստորեն բաժանումները։ Ինչքանով է կարեւոր ճիշտ բաժանումները սենյակների, այդ ուղղությունների, դուք խոսեցիք նաեւ էներգիաների մասին։ Այո, շատ կարևոր է, որովհետև դու այդ հատակագծային լուծումներով արդեն իսկ ստեղծում ես մարդու միջավայրը։ Դեռ վիզուալ ինքը ուղղակի բացատրել է, թե ինչ է ուզում ստանալ, բայց այդ վիզուալը կապված է նաև 2D հատակագծի հիման վրա է ոնց որ ստեղծվում։ Դրա համար ճիշտ մահճակալի դասավորվածությունը, ճիշտ աշխատասենյակի, աշխատասեղանի դասավորվածությունը, թե ինչ ենք ուզում ստանանք, որպեսզի հայլիների արտացոլանքը, որպեսզի չարտացոլվի, այդտեղ լիքը մանրունքներ կան, որոնք որ էներգետիկ առումով ազդում են մարդու կյանքի վրա, դրա համար փորձում եմ ես ինքս դա այնպես կազմակերպել, որպեսզի մարդիկ չտուժեն։ Ես հասկանում եմ, որ դուք գույների առումով էլ եւ շատ համարձակ եք եւ այսպես շատ ճշգրիտ։ Այստեղ ես հիմա հասկացա, որ մի քիչ այդ նկարչի աչքը մեծ նշանակություն է ունեցել։ Այո, դա իհարկե լինում է ըստ պատվիրատուի ցանկության, երբ որ համարձակ է լինում պատվիրատուն, դա ուղղակի իմ համար մի մեծ երջանկություն է, երբ որ չի վախենում համադրություններից, գույներից, ես այն գույները, որոնք որ երբեք չէիր պատկերացնի, որ իրար հետ կարող է ճիշտ աշխատեն, դրանք փորձում եմ իրար հետ աշխատացնել։ Երբ որ աշխատում ես այս բնագավառում, դու պետքա միաժամանակ ստեղծես տարբեր տիպի ինտերիերներ։ Մեկ-մեկ ինձ դա բարդ է, բարդանում է իմ աշխատանքը, մի պահ կա, որ երբ որ այս պահի դրությամբ աշխատում ես մի պրոյեկտի վրա, որտեղ որ ընդհանրապես գույն չկա, մենակ մոնոտոն վիճակ է, մեկ պրոյեկտը, երբ որ գույների համադրություններ պետքա լինեն այն բարդ գույների, մի պրոյեկտը, երբ որ պետքա լինի կլասիկ դասական, բայց ինչ որ բետոնային լուծումներով, ու դու հասկանում ես, որ պետքա այդ երեքին միաժամանակ ժամանակ տրամադրես ու չխառնես իրանք իրա, ու մեկ-մեկ ես ինքս նայում եմ նկարներին ու ասում եմ ինչ հաճելի է որ ստացվեց էլի, երբ որ չխառնեցի մեկի մեջ մյուսը, կարողացա ստանալ մաքուր հենց իրա այն ոճը, որը որ պատվիրատուն ուզեցել է։ Այո։ Արվեստի հետ կապ ունեցող մարդիկ տվածուրիկ են լինում։ Ես միշտ զգում եմ այդ կապը։ Ես զգում եմ, որ այդ ինֆորմացիան ինձ ուղղակի գալիս է։ Տենց ինքստինքյան ես մտածում եմ, որ մարդը օրինակ ինչի իմ դիմացինը այդպիսի պատկերացում չունի։ Միշտ մտածում եմ միգուցե պրակտիկայի հետ է կապված, միգուցե, բայց ես մտածում եմ, որ մարդ երբ որ գալիս է այս կյանք, ինքը հստակ ունի ինչ որ ծրագիր, ինչ որ միսիա, որ պետքա կատարի մարդկանց համար ու ինքը դրա համար օժտված է լինում, ինչ որ յուրահատուկ օժտվածություններ է ունենում, որ կարողանում է օգտագործել, որովհետև այլապես որ նայես բոլոր արվեստի մարդկանց, նույնիսկ ոչ մենակ արվեստի, այն բնագավառներն էլ են պետք մեզ բժիշկները, նրանք ովքեր թվերի հետ են գործ անում, իրանք էլ են մեզ պետք հաշվարկների համար, ինձ թվում է դա իրանց մեջ արդեն լինում է, իրանք ուղղակի զարգացնում են։ Շնորհակալ եմ շատ, Անժելա, սիրելի հետևորդներ, դուք հիմա տեսնում եք հեռախոսահամարը, մենք հիմա մի քիչ ավելի գործնական, օրինակներից ինչից ենք սկսում, որ կետից է սկսվում։ Ձեր Անժելայի թույլտվությամբ այստեղից մի քիչ ավելի մանրամասներ կներկայացնենք, իսկ դուք ինտերիերի դիզայնը մի ժամանակ վերջին շրջանում մեզ մոտ արդեն շատ տարածվեց, բայց սա ուղղակի այն միջավայրը ստեղծելու հնարավորությունը, որտեղ դուք երջանիկ եք։ Եվ այս սկզբունքով է պետք նաև սրան մոտենալ, հա, ոչ թե որովհետև դուք հիմա որոշել եք ինչ-որ որոշակի հարցեր վստահել պրոֆեսիոնալներին, այլ որովհետև դուք ուզում եք ստեղծել ոչ թե ինչ-որ տարածք, որտեղ հնարավորություն կունենաք ուղղակի ապրելու կամ ժամանակ անցկացնելու, այլ դուք որոշել եք ստեղծել մի տարածք, որտեղ երջանիկ եք դուք, որտեղ դուք եւ այն մարդիկ, ովքեր
այդտեղ են, իսկապես իրենց հարմարավետ են զգում։ Սա օգնում է նաև նոր ծրագրեր ունենալ, նոր գաղափարներ կյանքին ուրիշ հայացքով նայել եւ իհարկե որ շատ կարեւոր է նաև միջանձնային հարաբերություններում սա մեծ ու որոշիչ դերակատարում ունի։ Անժելա Սարհատյան, ճարտարապետական եւ ինտերիերի դիզայնի արվեստանոցի հիմնադիր Անժելայի հետ ենք մենք այսօր զրուցում եւ հիմա պիտի խնդրեմ Անժելա, որպեսզի մի քիչ այդ սկզբից գանք, փաստորեն առաջին կետից, այս պահին կարող են զանգահարել, եթե խնդիր ունեն։ Առաջինը երևի խորհրդատվություն, հա, նաև հաճախորդի հետ։ Ինչպես է լինում այդ առաջին ամենակարևոր հանդիպումը։ Առաջի հանդիպումը լինում է այն ժամանակ նախ զանգով ենք զրուցում, հասկանում ենք թե ինչ ենք ուզում ստանալ ու ինչ կարգավիճակում է գտնվում եւ որ փուլում է գտնվում։ Հետո հանդիպում ենք արդեն եթե հնարավորություն կա շինհրապարակում հենց նույն այդ տեղում, որպեսզի ավելի հստակ տեսնեմ, պատկերացնեմ թե ինչ ենք անելու։ Եվ արդեն սկսում ենք գործընթացը։ Արդեն զրուցելուց հետո թե ինչ ոճ ենք ուզում ստանանք, ինչպիսի սենյակներ ենք ուզում, բաժանումներ ենք ուզում, ինչ նախասիրություններ ունենք, ինչերն ենք բացառում ընդհանրապես այն կարմիր դրոշակները, հա, թե ինչը ընդհանրապես չպետք է լինի, եւ արդեն սկսվում է աշխատանքային փուլը։ Աշխատանքային փուլը սկսելուց հետո արդեն գործ ենք ունենում վարպետների հետ։ Այո, երբ որ վարպետներին արդեն ես միշտ կատարում եմ հեղինակային հսկողություն իմ բոլոր պրոյեկտների, այսինքն չեմ տալիս դիզայն նախագիծ եւ ասում, որովհետեւ շատ են հարցնում, իսկ հնարավոր է մենակ նախագիծը ունենանք եւ հեղինակային հսկողությունը չունենանք, չէ, որովհետեւ իմ ծախսած ժամանակը, իմ ստեղծագործությունը, որ ես ստացել եմ, մենակ ես կարող եմ մինչեւ վերջ տանել, ոչ ոք չի կարա դա։ Այսինքն դուք պիտի հետևեք նաեւ նյութերի, այո, նյութերի ընտրությունն է լինում, շինարարություն գնալ, վարպետներին բացատրել այդ գծագրերը, երբ որ խնդիր է լինում շինարարությունում գնալ անհապաղ, որպեսզի լուծում տալ այդ խնդրին, ու նյութերի ընտրությունը պատվիրատուի համաձայնությամբ, նույնիսկ երբ որ իրանք ժամանակ չեն ունենում, ես գնում, ընտրում եմ, նկարում, ուղարկում եմ կամ բերում եմ իմ հետ նմուշները, որպեսզի այդպես ընտրենք, մինչև անգամ վերջի վարակույրը, բարձը միասին ընտրում ենք ու արդեն ստանում ենք գեղեցիկ ինտերիեր։ Այսինքն կարելի է նույնիսկ եթե որոշակի դադարներով է, եթե նույնիսկ այստեղ չեն, կարող են ձեզ հետ կապվել։ Շատ ունեմ պատվիրատուներ, որոնք որ այստեղ չեն, մենակ նախագծի վերջում ենք տեսնում իրար, լինում է նաև այդպես։ Երբ որ հանձնում են ինձ ու ասում են գալու ենք ամռանը գոնե այդտեղ ապրենք, այդպես ես այնպես եմ նկարում, այնպես եմ ուղարկում իրանց, որպեսզի իրանց ընթեռնելի լինի, պարզ լինի։ Ու այդպես շարունակում։ Այո, փաստորեն սա էլ է հնարավոր, նաև ձեր ժամանակը եւ ամենակարևորը դուք կարող եք իսկապես վստահ լինել, որ այս միջավայրը իրականում հրաշալի է։ Դե ես չեմ խոսում արդեն հասարակական տարածքների մասին, որովհետեւ այստեղ արդեն ձեր փորձն էլ շատ մեծ է եւ նաեւ շատ մարդկանց հետ այստեղ ավելի մի քիչ ավելի հասկանալի է, չէ՞, այդ միջավայրը։ Հոգեբանական մասը ավելի երևի տան առանձնական դեպքում։ Այո, բայց հասարակականում էլ է գործում, որովհետեւ մարդ ունենում է բիզնես, ու այդ բիզնեսը պետքա ճիշտ աշխատի, ու այդ ճիշտ աշխատելը շատ կախված է միջավայրից։ Լինում են, չէ, այդպիսի ռեստորաններ, սրճարաններ, որոնք որ տեղը շատ լավն է լինում, խոհանոցն էլ է լավը լինում, բայց մարդ չի կարողանում այդտեղ նստի, որովհետեւ ճնշված է զգում, կամ ինչ որ օրնամենտ կա այդտեղ, որ իրան ճնշում է, նույնիսկ մարդ կարա չհասկանա ինչում նա խնդիրը։ Մենք այդպիսի օրինակներ ունենք, չէ, դեմ դիմաց կարող են երկու սրճարաններ մտեղ միշտ լիք։ Այո։ Հա, սա է փաստորեն նորից ինտերիերը, հա։ Այսինքն եթե ուզում եք բիզնեսը ոչ միայն լավ տեղում լինի, այլև աշխատող, այս հեռախոսահամարը այս պահին ձեզ անհրաժեշտ է, եթե խնդիր էլ ունեք, կարելի է ամեն ինչ փոխել։ Ես գիտեմ, որ նաև Պրագայում աշխատելու դուք լիցենզիա ունեք եւ 3 տարի աշխատել եք։ Ինչպես ստացվեց սա ինչ որոշման հետ էր կապված։ Միշտ ինձ հետաքրքիր է եղել դրսի ստանդարտները, զուտ ճարտարապետության, մեր համալսարանում էլ եղել են մեր ընկերներից, որոնք որ գնացել են ու շարունակել են այնտեղ ուսումը ու այնտեղ մնացել են։ Դրա համար երբ որ մեկնեցի Պրագա, այնտեղ պարզվեց, որ պետքա վերիֆիկացնել դիպլոմը, որպեսզի ստանալ այնտեղի չափանիշներով համապատասխան դիպլոմ, որպեսզի այդ ստանդարտներն էլ ծանոթանալ եւ կարողանալ աշխատել։ Այդ իսկ պատճառով ես վերիֆիկացրեցի իմ դիպլոմը այնտեղ եւ սկսեցի գործեր վերցնել, ինձ շատ հետաքրքիր էր այդպես
տարբեր մարդկանց, ոչ հայերի հետ։ Հետո ես ունեցա ոչ հայ պատվիրատուներ, բայց հետո մեր հայ պատվիրատուները իմ շատ սիրելի, նրանք նույնպես արդեն իմ մասին իմացան ու իրար հետ սկսեցինք աշխատել ու այսպես մինչև օրս ես այնտեղ պրոյեկտներ եմ արել։ Պրոյեկտներ Պրագայում հենց։ Ես գիտեմ, որ հիմա նաև Բաղամյան կղզիներում նախագիծ ունեք։ Պրոյեկտը նոր ենք զրուցել դրա մասին, երբ որ ինձ ասեցին, դա Բաղամյան կղզիներում առանձնատուն է, որ էլի պետք է արվի այնպես, այնտեղի ստանդարտները ուրիշ են։ Օրինակ Եվրոպայում միշտ ավելի իրանք ունեն հստակ ինչ-որ մի ոճ, որ արտաքին տեսքը իրանք ուզում են, որ պահվի այդ ոճը։ Մեր այստեղի պես չի, երբ որ սկզբում պահում ենք, հետո էլ արդեն որոշում ենք, որ չէ, պետք չի ավելացնենք, պակասացնենք, ում ոնց հարմար է, այդպես, բայց այնտեղի, երբ որ ինձ ցույց տվեցին նմանատիպ տներ, այնտեղի տրամադրությունը արդեն պատկերացնում ես, ինչ պետքա ստանաս մեջը, որպեսզի ասենց լրիվ ծովն է, պալմաներն են, շատ հետաքրքիր է, դեռ չենք սկսել, բայց ինձ թվում է շատ շուտով կսկսենք։ Անժելա, ձեր մտածողության ձևը շատ հետաքրքիր է ու տարբեր է։ Ինչպես է հնարավոր հավաքել, ինչպես եք հավաքել թիմ եւ արդյոք կարողանում եք պատվեր վերցնել, ասենք, բացի ձեզանից ուրիշը, որովհետեւ մի քիչ բացի միջավայրից, մտապրոֆեսիոնալիզմից նաեւ մտածողության ձևն է տարբեր։ Այո, շատ մեծ խնդիր է, դա է պատճառը, որ ես չունեմ օգնականներ, որովհետև դիզայնի համար, դիզայն նախագծի համար գալիս են իմ ձեռագրի համար, իսկ իմ ձեռագիրն ու իմ մտածելակերպը չի կարող ուրիշ մարդ ունենալ, ինչքան ես փորձեմ կերտեմ այդ մարդուն։ Դրա համար դիզայն նախագծերը հենց այդ ստեղծագործ աշխատանքը կատարում եմ ես, հեղինակային հսկողությունը նույնպես կատարում եմ ես, որովհետև եթե ուրիշ մարդ կատարի, ինքը այդ պահի դրությամբ կարող է ուրիշ լուծում տալ, որովհետև միշտ շինարարությունում միշտ չի, որ ըստ նախագծի է ամեն ինչ գնում։ Շատ բաներ կան, մենք էս մեր խոսակցական լեզվով ասում ենք po factu կանենք։ Դրա համար ինքը կարող է ուրիշ լուծում տալ, պատվիրատուին ճիշտ չընկալի, հետո խնդիր առաջանա, դրա համար դա էլ եմ ես անում։ Իմ օգնականները միայն իմ տեխնիկական գծագրային, տեխնիկական փուլերի համար են ու ինձ բավականին օգնում են գոնե, որպեսզի ես իմ ժամանակը կարողանամ տրամադրեմ այդ ստեղծագործ աշխատանքին։ Դրա համար միշտ ես ասում եմ վաղ ինձ պետքա դիմել, որովհետև ես միշտ շատ ծանրաբեռնված եմ, որպեսզի արդեն ժամանակ իմանամ երբ հատկացնեմ։ Լինում են, որ սպասում են մոտ 2-3 ամիս, որ չեն շտապում, որպեսզի ես կարողանամ սենց էտապներով անեմ, հասնեմ իրենց։ Բայց փաստորեն այդպիսի սահմանափակումներ չկան, բնակարանների համար էլ կարող են դիմել առանձնատների, այսինքն այդ այո չունեք սահմանափակում, ուղղակի պիտի ժամանակը։ Ստեղծագործություն է յուրաքանչյուր, այսինքն դուք ստեղծագործում եք այստեղ։ Եվ սրանով է երևի սա է առանձնահատկությունը Անժելա ձեր հենց արվեստանոցի, որովհետև այստեղ յուրաքանչյուրի տունը, առանձնատունը, բնակարանի, այդ ինտերիերի, այդ միջավայրը ստեղծելը, սրանք բոլորը կարծես ծնվում են, սրանք ստեղծագործություն են։ Դուք լիովին ճիշտ եք, որովհետև դա մի կողմից շատ լավ է, բայց մյուս կողմից է շատ վտանգավոր, որովհետև ստեղծագործ մարդը կարող է ունենալ ստեղծագործական անկում, կարող է մուսան գնալ, ինչ որ մի իրադարձություն կյանքում լինի, որը որ ազդի ու մուսան գնա։ Բայց Անժելա, դայև դուք հետաքրքիր ուժ ունեք ինքներդ ձեզ հետ, ձեզ ճանաչելու, ձեզ հետ աշխատելու, ներդաշնակություն գտնելու առաջին հերթին ներսում։ Կարծում եմ, երբ ինքդ քեզ շատ լավ հասկանում ես, հեշտ է նաև մուսային, ինչ որ առումով շատ հեռու չթողնել։ Հա, բայց այնպիսի իրադարձություններ են մեկ-մեկ լինում, որ սենց էներգիա ամբողջությամբ գնում է մուսայի հետ ու դու փորձում ես ինչ որ նոր հետաքրքիր բաներ գտնել կյանքում, նոր ինչ որ զբաղմունք կամ ինչ որ չեմ կարող ասել, բայց ինձ նույնիսկ կարա ոգեշնչի ինչ որ սրճարանում նստած լինեմ ինչ որ կողքի սեղանի, չգիտեմ, ինչ որ կոկտեյլը, հյութը, ինչ որ, չգիտեմ, տերև ընկնի ինչ որ գույնի ու ես սենց եմ որ գա մի անգամից մուսան եմ որ այս գույնը այ կարելի է գործածել այս պրոյեկտում։ Տենց տարօրինակ բաներ շատ են լինում։ Դե արվեստի, արվեստագետի մտածողությունը այդպես ստանդարտ չի, ասում են
մարդուն ամեն կողմից մարդուն իրեն հարմար միջավայրը, այդ արվեստը, գույնեն միջավայրը, որտեղ մարդը երջանիկ եւ ինքն իրեն նման է, սա շատ կարեւոր է։ Սա հենց այդ արվեստագետի աչքը պիտի լինի, այս առումով իրականում եզակի մտածողության ձև է, որովհետեւ եթե մենք նույնիսկ ասենք այսպիսի մտածողությամբ մարդիկ քիչ է լինում, որ հիմնում են հենց իրենց հեղինակային արվեստանոցները, չէ՞, ինտերիերի դիզայնի ու ճարտարապետի, որովհետեւ ստեղծագործական մասը շատ է, բայց փաստորեն դուք ունեք նաև երիտասարդ կին գործարար որպես շքանշան եւ նաև իսկապես կանացիության հետաքրքիր առանձնացող մի տեսակ է եւ ոսկե կոդ, հա, կին ոսկե կոդ, այս մրցանակին եք արժանացել դուք։ Այո։ Շատ շնորհակալ եմ այդ մրցանակների համար, իրականում այդ մրցանակները ու շքանշանները ավելի հասկանում ես, որ գնահատվում է ու դիտարկվում է կողքից քո աշխատանքը, մարդիկ նկատում են ու գնահատված լինելը էլ ավել է ոգևորում եւ ոգեշնչում էլ ավելի բաներ ստեղծագործելու եւ ստեղծելու։ Այո, այսպես այդ կոդը զուտ կանացի եւ դեպի միշտ հաղթանակներ գնացող։ Սա ձեզ շատ հարազատ է, ես հասկանում եմ։ Այո, չնայած նրան, որ շինարարությունը կոպիտ, վարպետներ, կոպիտ շինարարություն պետքա մի քիչ լինել նաև այնպես, որպեսզի քեզ ճիշտ ընկալեն, բայց փորձում ես միշտ մնալ քո ամպլուայի մեջ։ Անժելա, ես շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, ինձ իրականում շատ հաճելի էր, ձեր աշխատանքներին նայելով ես հասկանում եմ, որ իրականում կյանքը վայելելու համար ընդամենը մեկ սենյակն էլ բավարար է, որպեսզի դու ուղղակի աչքերդ բացես, նայես պատերին ու հասկանաս, որ կյանքը հրաշալի է եւ քեզ համար անհնարին ոչինչ չկա։ Այո, իհարկե։ Միշտ պետքա լինել այն միջավայրում, միշտ պետքա լինել այն վիբրացիաների մեջ, որը որ քեզ հոգեհարազատ է ու որը որ քո սիրտն է ուզում, որովհետև գիտակցությունը շատ բան կարող է ուզի ու շատ բան քեզ խափի, քեզ համոզի, որ դա է քո ուզածը, բայց միշտ պետքա սրտին լսել։ Այդ դա է ճիշտը, այդ ինտուիտիվ զգացմունքը, որ դու հասկանաս իրականում ինչ ես դու ուզում ու ինչ միջավայրում ես ուզում ապրես։ Շնորհակալ եմ շատ։ Նմանապես շատ շնորհակալություն, շատ հաճելի էր, շատ մտերմիկ զրույց ունեցանք։ Այո, ինձ էլ իրականում շատ հաճելի էր։ Սիրելի հետևորդներ, մենք զրուցում էինք ճարտարապետության եւ ինտերիեր դիզայնի Անժելա Սարհատյան արվեստանոցի եւ ընկերության հիմնադիր, ճարտարապետ, ինտերիերի դիզայներ Անժելա Սարհատյանի հետ։ Գիտեք, մարդիկ կան, ում ուզում ես վստահել իրականում շատ կարևոր քո կյանքի այդ ինչ որ փուլերում շատ կարևոր ձեռնարկներ։ Դու հասկանում ես, որ այն միջավայրը, որ կստեղծի այս պրոֆեսիոնալը, այդտեղ դու երջանիկ կլինես։ Դու հասկանում ես, որ ոչինչ քեզ չի ճնշում, ամեն ինչ ընդհակառակը քեզ թևեր են տալիս։ Սա առանձնահատկություն է, որով բնորոշում են եւ կարող եք դուք էլ կարճ նույնիսկ այդ մի քանի ֆոտոներով, հա, հասկանալ, որ այսպես կարելի է բնորոշել Անժելա Սարհատյան ճարտարապետության եւ ինտերիերի դիզայնի արվեստանոցը։ Այդ հնարավորությունը ունենք նոր ծրագրեր կազմելու եւ այդ նոր ծրագրերում հասկանալու, որ պրոֆեսիոնալներին դիմելու համար մեզ ընդհանրապես պետք է տեղեկատվություն։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, ես կարծում եմ, որ իսկապես շատ կարեւոր է անընդհատ նոր գաղափարներ ունենալու երազանքներ եւ այն միջավայրը, որտեղ որ մենք այդ երազանքները պիտի մեր գլխում ծնվեն, պիտի իսկապես տրամադրի, որ մենք անպայման կկարողանանք, կգտնենք ճիշտ ճանապարհը դրանք իրականություն դարձնելու։ Ու երբ ամեն անգամ մենք խոսում ենք պրոֆեսիոնալիզմի մասին, շատ կարևոր ինչ-որ բաների, մոռանում ենք ամենակարևորի էներգիաների մասին։ Իրականում մարդիկ կան, ում էներգիան քեզ թևեր է տալիս, եւ ես հիմա այստեղ այս մեր փոքրիկ սրահում նստած վստահ կարող եմ ասել, որ Անժելա Սարհատյանի բացի պրոֆեսիոնալիզմից, լուրջ կրթությունից, նաեւ նկարչական այդ առանձնացող շնորհից Նաև շատ կարևոր է այդ էներգիա, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի եւ աշխարհում երջանիկ լինելու համար քեզ ընդհանրապես պետք է որոշում կայացնել ու քայլ անել։ Ես կարծում եմ, որ հենց հիմա այդ որոշումը պիտի կայացնեք ու հասկանաք, որ իսկապես անհնարին ոչինչ չկա, ամեն ինչ, նույնիսկ ամենամեծ երազանքներն ու գաղափարները ծնվում են մեր մտքում։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։